1921 թվականի մարտի 15-ին Բերլինի Շարլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը սպանեց Թալիաթ Փաշային, Օսմանյան կայսրության նախկին մեծ վեզիրին և հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին։ Թեհլերյանը, ով կորցրել էր իր ընտանիքի մեծ մասին ցեղասպանության ժամանակ, միացել էր հայ հեղափոխական դաշնակցության Նեմեսիս գործողությանը, նպատակ ունենալով պատժել ցեղասպանության պատասխանատուներին։ Թալիաթը, ով Օսմանյան ռազմական դատարանի կողմից արդեն մահապատժի էր դատապարտվել, այդ ժամանակ ապրում էր Բերլինում, Գերմանիայի կառավարության թույլտվությամբ։ Սպանությունից հետո Թեհլերյանը ձերբակալվեց և կանգնեց գերմանական դատարանի առջև։ Դատավարությունը, որը տեղի ունեցավ 1921 թվականի հունիսի 2-ից 3-ը, լայնորեն լուսաբանվեց միջազգային մամուլում։ Պաշտպանության ռազմավարությունը հիմնված էր Թալիաթ Փաշային հայոց ցեղասպանության համար պատասխանատվության ենթարկելու վրա։ Թեհլերյանը պնդում էր, որ իր գործողությունը ուղղված էր ոչ միայն իր ընտանիքի, այլև ամբողջ հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործության դեմ։ Երդվյալ ատենակալները հաշվի առան ներկայացված ապացույցները և արդարացրին Թեհլերյանին, ճանաչելով նրա գործողությունը որպես արդարացված։ Այս դեպքը կարևոր նշանակություն ունեցավ միջազգային հանրության ուշադրությունը հայոց ցեղասպանության վրա հրավիրելու գործում և հետագա իրավական գործընթացներում։